Աշխատում են շաբաթ, կիրակի։ Հիմա շոու չասեմ, դուք դրան անվանել, ձեր ստե ելույթը ինչի համար է։ Այսօր ամբողջ օր ինչի չեք դու։ Դրամը հավաքի համար ժամանակ պետք է ունենանք, թե չէ։ Կոռուպցիայի կանխարգելումը մեզ նամակը տվել է 3 դրամը Պարոն Սարգսյան, դուք երբ որ եկել եք առաջադրման փաստաթղթերը ներկայացրել եք, ենթադրվում է, որ դուք արդեն ունեցել եք գումարը։ Ձեզ հնարավորություն, ես ինչպես հասկացա սկզբից ձեր ներկայացրածից, դուք երբ որ փաստաթղթերը ներկայացրել եք, ունեցել եք գումարը, բայց չեք կարողացել մուծել։ Պարոն Սարգսյան, այդ դեպքում, պարոն Սարգսյան, դուք ենթադրում եմ, որ ունեցել եք կուսակցության անդամներ, ունեցել եք, ես չգիտեմ, պարոն Սարգսյան, դա ձեր, պարոն Սարգսյան, ձեր ընտրական գրավն է, դուք հնարավորություն ունեիք մուծելու կուսակցության հաշվից եւ ինչպես հասկանում եմ, ձեր այստեղ, պարոն Սարգսյան, ինձ զուգահեռ մի խոսեք։ Պարոն Սարգսյան, եթե սպասեք, երբ որ ես խոսեմ կավարտեմ, նոր ձեր ասելիքը կասեք։ Առանց գորան, դուք մեր հաշվին աշխատավար ստացող Պարոն Սարգսյան, այո, ես, պարոն Սարգսյան, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվին աշխատավարձ եմ ստանում, ես պահանջում եմ, որպեսզի դուք Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքում գտնվելուց պահեք ձեզ վայել, ինչպես պահանջում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Դուք, պարոն Սարգսյան, լռեք, պարոն Սարգսյան, լռեք, որովհետև դուք հիմի խանգարում եք։ Դուք իմ բարձրադասը չեք, որ ինձ հրաման տա։ Դուք եք իմ վրա աշխատում, ոչ թե ես։ Պարոն Սարգսյան, մի րոպե հասկանա։ Պարոն Սարգսյան, դուք ինչու եք եկել, պարոն Սարգսյան, ինչու եք եկել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ժամը հերիք չի։ Պարոն Սարգսյան, ուրեմն, պարոն Սարգսյան, ընտրական օրենսգիրքը պահանջում է, որպեսզի դուք, այսինքն դուք չէ, Հայաստանի Հանրապետություն գրանցած այն կուսակցությունները, ովքեր որ առաջադրվում են, ցանկանում են առաջադրվել Հայաստանի Հանրապետության արժանընտրություններում, ի թիվս այլ փաստաթղթերի ներկայացնեն նաև 7.5 միլիոն դրամի ընտրական գրավի մուծման անդորագիր։ Պարոն Սարգսյան, կրկին ձեզ հորդորում եմ, որպեսզի դուք, պարոն Սարգսյան, որպեսզի դուք նախագահին զուգահեռ չխոսեք եւ պահպանեք հանրային շփման տարրական կանոնները, որպես կուսակցության նախագահ եւ ընդունում եմ, որ դուք Հայաստանի Հանրապետության Արտադրության նախարարության կողմից գրանցված կուսակցության նախագահ եք եւ ակնկալում եմ ձեզանից, որպես քաղաքական հավակնություն ունեցող, որպես կուսակցության առաջնորդի դրսևորել հանրային վայրում, այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերի դահլիճում պատշաճ վարք, այն է լսել դիմացինին եւ միայն խոսքի իրավունք ստանալուց հետո նոր արտահայտվել։ Եվ պարոն Սարգսյան, Պարոն Սարգսյան, այստեղ ես եմ խոսքի իրավունքը տալիս եւ կարծում եմ, որ դուք երբ որ գալիս եք կենտրոնական ընտրական հանձնաժողով, երբ որ ձեր փաստաթղթերը ներկայացնում եք կենտրոնական ընտրական հանձնաժողով, տեղակ եք, ինչ է խոսք երբեք օրենքով, եթե խնդրեմ, ես մերժում եմ, եթե օրենքով է, դուք ինձ խոսք Պարոն Սարգսյան, ուշադիր լսեք, պարոն Սարգսյան, մենք որոշումը նախագիծը ներկայացրեց, կներկայացնեմ մի քվեարկության, երբ որ որոշումը ընդունվեց, դրանից հետո դուք հնարավորություն ունեք որոշումը բողոքարկելու դատական կարգով, եթե որոշման հետ համաձայն չեք, եթե համարում եք, որ որոշումը անօրինական է։
Համեցեք, դե այդ դեպքում այսքանով, պարոն Սարգսյան, այսքանով, Վախենում եք ժողովուրդը պարոն Սարգսյան, զբաղեցրեք ձեր տեղը, այսքանով, պարոն Սարգսյան, ձեր դիրքորոշումը, պարոն Սարգսյան, այո, պարոն Սարգսյան, ճիշտ եք հիշում, որովհետև ենթադրում գոնե փաստաթղթերը ստորագրելուց տեսել եք ում եք դիմում ստորագրել։ Դուք մեզ չեք կարա տեղ ցույց տալ, դուք մեզ չեք կարա ձայն տալ, չկա այդպես իրավունք, դուք կարդացիք մեր օրենքի սահմանված քայլերը։ Հիմա խնդրում եմ օրենքի վրա հիմնվելով ասել կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որ օրենքի համաձայն պետք է ապահովի բոլոր կուսակցություններին հավասար պայմաններ։ Խնդրում եմ հիմնվեք այդ օրենքի վրա։ Եթե չգիտեք այդ օրենքը, ես ձեզ կհուշեմ։ Հիմնվեք այդ օրենքի վրա, ասեք, որ ձեր գործը այն է, որպեսզի ապահովեք տեխնիկական պայմանները եւ բոլոր կուսակցություններին ապահովեք հավասար պայմաններ։ Հիմա մեր հանդեպ ձեր համակարգը թերացել է 4 անգամ։ Բոլոր կուսակցությունների տվել եք վահանակների հնարավորություն մեր կուսակցության այդ օգտատերի բաժնում վահանակները բացակայում են, որպեսզի մենք չկարողանանք մասնակցել այդ գովազդային վահանակներին։ Գրանցված կուսակցությանը Տիկին Այվազյանը 2 անգամ հեռացրել է, էլի դրել է տեղը։ Հեռացված ցուցակում մարդկանց համակարգը հետ է բերել։ Կրկնակի մուտքեր արել համակարգը, որ կրկնակի մուտք ես հաց եմ տալի բոլոր կուսակցությունների։ Մենակ մեր կուսակցության հանդեպ են այս համակարգի թերացումները, թե ոչ, եթե ոչ, ուրեմն ձեր համակարգը սխալադու ձեր գործը չեք արել։ Եթե մենակ մեր կուսակցության հանդեպ էր, այսինքն ստեղ արդեն գալիս է քաղաքական կոնտեքստը։ Հիմա դուք թերացել եք ապահովել Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարգացում կուսակցության հավասար ընտրական պայմանները օրենքով սահմանված։ Ձեր գործը, ես ձեզ աշխատավարձ եմ տալի, ես բոլորիդ որ ստեղ նստած ձեռ եք բարձրացնում, որ դուք ինձ ապահովեք իմ ընտրողների հետ 5700 կուսակցության անդամների հետ մեր ուժին ապահովեք հավասար պայմաններ բոլորի հետ եւ դուք թերացել եք։ Հիմա մենք դիմում ենք միջև քվեարկելը ողջամիտ ժամանակ նախադեպ է, չէ՞ եղեք սրանից առաջ 4 նախադեպով դուք գնացել եք մեզ այդ փոխել եք համակարգը, 4 նախադեպով ասել եք օրենքի պահանջը չեն կարա փոխել, կրկնակի մուտքեր ա եղել, որ ձեր համակարգը սենց իդեալական համակարգը թերացել է մեր հանդեպ, մեր կուսակցության հանդեպ 4 թերացում, ոնց կլինի սենց, հա։ Հիմա դուք եկել եք ստեղ ասում եք ես ձեզ խոսք եմ, դուք ինձ խոսք չեք կարա, իմ խոսքա տվել իմ ընտրողները, իմ ժողովուրդը եւ ես ձեզնից պահանջում եմ, որպեսզի ապահովեք հավասար պայմաններ մյուս կուսակցություններին, ինչպես որ ապահովել եք, եւ ողջամիտ ժամանակ տակ, ոչ թե շաբաթօր լինի, կիրակի օր լինի, այլ մեր կուսակցությունը մի հատ էլ նախադեպ քննարկեք, քվեարկեք, ոնց որ քվեարկեցիք նախադեպ թերացումների հանդեպ եւ փոխեցիք ձեր թերացումները բարդում եք մեր վրա, թե մենք ենք Պարոն Սարգսյան, կարող եք ասել որքան եք խոսելու, որովհետև մենք էլի հարցեր ունենք, ձեզ որքան ժամանակ է պետք խոսելու։ Դուք ինձ պետք է չասեք, որ ձեր գործն է։ Պարոն Սարգսյան, դուք գտնում եք կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքում։ Եվ ձեր կարծիքը, պարոն Սարգսյան։ Օրենքի վրա հիմնվեք ես ձեզ ասում եմ, Պարոն Սարգսյան։ Պարոն Սարգսյան։ Օրենքի հիմնվեք օրենքի վրա։ Դուք կարողանում եք ինձ ապահովել արդար։ Պարոն Սարգսյան, ուզում եմ ձեզ համար ընթերցել կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ որոշումը, իրավական ուժի մեջ է, չի վիճարկվել գործում է, նիստը վարողը կարող է ձեզ թույլ տալ ելույթ ունենալ ընդամենը 5 րոպե, հոդված չի դա կենտրոնական ընտրական։ Դուք վաղուց այդ րոպե, խնդրում եմ մի րոպե լսեք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թվականի մարտի 28-ի 34-ը որոշումն է եւ ստեղ նստած յուրաքանչյուրը դահլիճի մյուս կողմում չգիտեմ, բոլորը աշխատավարձ ստանում են Հայաստանի Հանրապետությունից եւ
եկամտահարկը սահմանված կարգով մի բան էլ ավել վճարում են, դուք մեր գործատուն չեք, այդ հայտարարությունը հետայսու չանեք, մի րոպե ինձ լսեք, եւ պարոն Հովակիմյան, ես հիմա պահանջում եմ, որպես ԿՀ փոխնախագահ, այլևս զրկել պարոն Սարգսյանին խոսելու իրավունքից, մենք հասկացանք, լսեցինք եւ որոշման նախագիծը, եթե Տիկին Մարկոսյանը նախագծում այլ փոփոխություններ եւ լրացումներ չունի, դնել քվեարկության։ Եվ մի դիտարկում եմ ուզում պարոն Սարգսյանի համար ներկայացնել, որ դուք նստած լսում եք, որ բոլոր որոշումներում տրվել է 48 ժամ ժամանակ։ Դա ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենք 84 հոդվածի պահանջն է։ Հավասարություն, որ դուք ասում եք, եթե մենք մի պահ հիպոթետիկ ընդունենք, որ ձեզ տալու ենք մինչև ամսի 5-ը, ես կարծում եմ, որ դա ակնհայտ անհավասարություն է մյուսների նկատմամբ, որոնց վերաբերյալ որոշումը արդեն իսկ ընդունված է եւ նրանց տվել են 48 ժամ ժամանակ։ Պարոն Սարգսյան, դադարեք խոսել, դուք այլևս պարոն Սարգսյան կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Պարոն Սարգսյան, ես պարոն Սարգսյան, դադարեք խոսել։ Ես զրկում եմ ձեզ խոսելու իրավունքից, պարոն Սարգսյան։ Անհավասարություն չէ, վահանակներ մեզ չտրամադրել, Խնդրում եմ ներքևից ոստիկաններին հրավիրեք։ Ես խնդրեմ, Աշխատակազմին ոստիկաններին հրավիրեք։ ես պահանջարկում եմ, Ոստիկան